Խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցել պատրաստվող ընդդիմադիր հրաշալի եռյակի առաջնորդները կհամաձայնեք, աչքի են ընկնում ասել, խոսելու ունիկալ մշակույթով։ Նրանցից մեկն ընդհանրապես չի խոսում, գերադասելով ասելիքը հաղորդել արհեստական մանականության միջոցով, երկրորդն էլ իրեն հատուկ միմիկանելով խոսելիս ցուցմունք է տալիս սեփական պետության դեմ, հատկապես Ղարաբաղյան պատերազմի 44-օրյայի թեմատիկայով։ Երրորդն էլ խոսում, բայց այդպես էլ մի խելքը գլխին, մարդաշնորհքին բան չի արտաբերում։ Վերջինը հավանաբար գլխի ընկակ Գագիկ Ծառուկյանն է։ Մեկը, որը ճիշտ է Հարվարդի համալսարանը չի ավարտել, բայց ինչպես ինքն է ասում, ավարտել է կյանքի դպրոցը, ավելի կարևոր դպրոց, քան Հարվարդը։ Մեկը, որը թեև քաղաքականության մեջ է 22 տարի, բայց ինչպես դեպքերի ընթացքն է ցույց տալիս, մնացել է քաղաքականության միևնույն տարրական դպրոցում, որն այդպես էլ չի կարողանում ավարտել նվազագույն գիտելիքների բացակայության, վատ առաջադիմության եւ կասկածելի հեղուկ վարքի պատճառով։ Այս գործիչը, որը 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում ձախողվելուց հետո ոչ հմում, ոչ էլ գմում էր, քաղաքական հմոց գմոցը նկատի ունենք։ Որոշել է նորից թաթախվել ընտրական գործընթացում, թե քաղաքական տարրական նյութի արկայությունը պետք է հուշեր պարոն Ծառուկյանին պինդ փակել քաղաքականության դուռն ու անցնել ընդհատակ, որոշում, որը մեկ անգամ արդեն կայացրել է 2015 թվականին բուրժուա դեմոկրատական հեղափոխության տապալումից ու Սերժ Սարգսյանի կողմից քաղաքական չարիք հռչակվելուց հետո։ Բայց ոչ, Ծառուկյանը որոշել է առաջարկ անել Հայաստանին վարչապետի միանգամից 4 թեկնածուով, որոնց անուններն ի դեպ այդպես էլ չի տալիս, ու մի խումբ հին դեմքերով լցված ընտրացուցակով մտնել ընտրական ռինգ։ Սևակն է, չի ասում, մարդ կա ելել է շալակն աշխարհի, մարդ էլ կա աշխարհն է շալակած տանում։ Բայց Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ բասկամարտի չեմպիոն Ծառուկյանը փաստորեն որոշել է գնալ կլասիկի երրորդ ճանապարհով մի աշխարհ հին մարդու շալակն առած մուտք գործել ազգային ժողով։ Ինչն է ուշագրավ։ Երեք տեղի ունեցած ԲՀԿ համագումարից առաջ Ծառուկյանը խրոխտ ազդարարեց, թե որոշել է նոր դեմքերի ներառել ցուցակ, հիմա շալակած տանել, բայց պարզվեց, որ ցուցակը գլխավորելու է ինքը։ Հանրապետության ամենահին եւ ամենաառաջին ԲՀԿ-ականը։ Հայերենի ածականների, մասնավորապես հին եւ նոր բառերի իմաստային տարբերությունը չզանազանող Ծառուկյանը, ինչպես պարզվեց, միակ հինը չէ ցուցակում։ Դրա առաջին եռյակի երկրորդ համարն էլ է հին։ Իր քաղաքական կուսությունը վաղուց կորցրած Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքով падգամավոր դարձած, 2023-ին էլ այն լքած ու Երևանի թիմ ընտրություններին մասնակցած Անդրանիկ Թևանյան, նույն ինքը Դոնբասի Անդո։ Ցուցակի երրորդ համարն էլ 2017-ին Ծառուկյան դաշինքով падգամավոր դարձած դոցենտ հաղորդավար Ծառուկյանի երբեմնի մարզիչ Աշոտ Սարգսյանի դուստր Լուիզա Սարգսյանն է։ Տիկին Սարգսյանն ի դեպ 2018-ի ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ չներառվեց ԲՀԿ-ի ընտրական ցուցակում։ 2021-ի ընտրությունների ժամանակ էլ ցուցակի 9-րդ հորիզոնականում էր։ Հարկ է նկատել, որ Քոչարյանի մոտ падգամավոր աշխատած այլ անդինքել են այս անգամ ԲՀԿ-ով փորձելու մտնել խորհրդարան։ Օրինակ Էլինար Վարդանյան, Արեգնազ Մանուկյան։ Այս երկուսն ի դեպ ժամանակին 2017-ին հանգրվանել էին Օրո դաշինքում ու Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանի եւ նույն Քոչարյանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ փորձում էին երկիրը փրկել Սերժ Սարգսյանից։ Օսկանյան ասացինք, հիշեցինք։ Ծառուկյանի ցուցակի 4-րդ հորիզոնականում տխրահարճակ նախարարի երբեմնի խորհրդական Արա Այվազյանն է, որը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2020-ին նշանակվել էր արտգործնախարար, ապա եւ կարճ ժամանակ անց հրաժարական տվեց։ Ընդդիմադիր տարատեսակ շարժումների մասնակցելուց հետո պարոն Այվազյանը փաստորեն ծվարել է Ծառուկյանի թևատակում։ Ճաշակի հարց է, ինչ խոսք։
Սերժ Սարգսյանի պատիվ ունեմի ցուցակով падգամավոր աշխատող 1 տարի առաջ Գյումրիի ընտրությունների արդյունքում Վարդան Ղուկասյանին համայնքապետ դարձրած Մարտուն Գրիգորյանն էլ վերջապես դարձ է կատարել ի շրջանս հյուր։ Ծառուկյանի գիրկը, որտեղից ԲՀԿ-ից հիշեցնենք, հեռացել էր ԲՀԿ առաջնորդի հետ 2015-ին տեղի ունեցածից հետո։ Մարտուն Գրիգորյանն ի դեպ կարող է իր տեսական գիտելիքներով հուշումներ անել Ծառուկյանին, թե ինչպես կարելի է խորհրդարանում էլ գործարկել Գյումրի 2 սցենարը, եթե իհարկե բանն այնպես ստացվի, որ բանը հասնի Ռոբերտ Քոչարյանին վարչապետ դարձնելուն։ Հա, ի դեպ ԲՀԿ առաջնորդը, որը Քոչարյանի օրոքյամուտ գործել քաղաքական անդաստան, համագումարից առաջ բացառեց երկրորդ նախագահին վարչապետ ընտրելու տարբերակը, իսկ այ Սամվել Կարապետյանին, ավելի ճիշտ նրա եղբորորդուն վարչապետ կարգելու հարցին ի պատասխան ընդամենը ասաց. «Կքննարկենք»։ Սամվել Կարապետյանի թիմն էլ ի դեպ այս ընթացքում մի քանի անգամ տո երթում է կերել, տո գրազ եկել, թե բացառվում է, որ Ռոբերտ Քոչարյանին վարչապետ դարձնեն։ Սա այն դեպքն է, երբ պետք է ասել. մի վրազեք, պարոնայք, հանգիստ նստեք տեղներդ։ Ձեր հյուսիսային դիրիժորը ինչպես որ ասի, այնպես էլ կանեք։ Իսկ նախքան այդ թույլ տվեք Իսահակյանի ոճով արձանագրել. ավելի լավ է խարխուլ մակույկով հանձնվել ծովին, քան թե հավատալ ձեր ընդդիմադիրներիդ երթումներին։ Դուք կավատ վարար, միջքնաղ դժոխք, ու ձեր բերանով իբլիսը, չէ, ներողություն, հյուսիսն է խոսում։ Հավանիր տեսանյութը և բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։